ես հիմա կբացեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հայտարարություն եմ կարդացել դայակի աշխատանքի համար։ Հա, իհարկե, ներս եկեք։ Արշակ դայակի աշխատանքի համար են եկել։ Բարև։ Բարև ձեզ։ Դե ինչ եք կանգնել, եկեք նստենք։ Էլիս դու գիտես, որ ես կյանքում ինձ թույլ չեմ տվել խարդվեմ ձեր հարաբերությունների մեջ, որովհետև համ քեզ եմ վստահում, համ Էդոյին։ Բայց ես զգում եմ, որ հաստատ ինչ-որ բան ա եղել ձեր մեջ, որի մասին պետք է ես իմանամ։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ինչից ես ենթադրում, որ ինչ-որ բան ա եղել։ Էլիս ես չեմ ենթադրում։ Ես իմ աչքով եմ տեսել։ Նոր մի րոպե առաջ Էդոյի հետ էի։ Ու քո հետ կապված խոսակցություն բացվեց, ինքը մի տեսակ եղավ։ Հետո հրավիրեցի մեր տուն ու չեկավ։ Ինչ մտածեմ։ Էլիս, ես ինձ կյանքում թույլ չէի տա խարդվել ձեր հարաբերությունների մեջ, բայց հաստատ զգում եմ, որ մի լուրջ բան կա։ Խոսա։ Նոր ուղակի ես ու Էդոն Ուղղակի ինչ։ Հանգիստ ասա, ախպեր հետ չեմ ասա։ պիտի հանդիպենք չի ստացվա։ Հա, ու Էդոն այդ ամեն ինչից նեղվեց ու չեկավ մեր տուն, հա։ Հələ մի հատ դեմքից նայի։ Առաջի օրն ես ինձ ճանաչում։ Ինձ կարաս խաբես։ Ու ես հավատամ։ Քեզ էլ եմ լավ ճանաչում Էդոյին էլ։ Էդոն հաստատ այն տաղեն չի, որ անիմաստ մի բանի պատճառով նեղվի ու մեր տուն չգա։ Հաստատ մի լուրջ բան կա։ Խոսա։ Նոր Դե ասա, ինչքան պետք է սպասեմ, ինչ ա եղել։ Հասմիկը ոչ դիտավորյալ, բայց Էդոյի մոտ սխալ բան է խոսացել։ Այսինքն։ Մենք ծանոթ ենք։ Չէ, երևի չէ։ Մի պա ինձ թվաց, որ ծանոթ ենք։ Հա, Իսկ կարող է ինչ-որ միտեղ հանդիպել ենք կամ չէ, դժվար թե, ես երկար տարիներ Հայաստանում չեմ ապրել, դժվար հանդիպած լինենք։ Մենք էլ Հայաստանում չենք ապրել։ Կարող է Ամերիկայում եք եղել, տեղ եք տեսել Արշակին։ Չէ, ես Ռուսաստանում եմ ապրել։ անունս Արշակ է։ Ճիշտ է, չհասցրեցինք ծանոթանալ։ Ես Մագդան եմ։ Շատ ուրախ եմ։ Լանա, Իսկ ինչով եք զբաղվում։ ուսուցչուհի եմ աշխատել երկար տարիներ Ռուսաստանում, հայոց լեզվի մասնագետ եմ։ Փաստորեն երեխաների հետ աշխատելու փորձ ունեք։ Ինձ թվում է, որ մենք արևին կարող ենք ձեզ վստահել։ Ագդա մի քիչ տապում ես։ Բայց ինչի եմ շտապում։ Մարդը երկար տարիներ դպրոցում է աշխատել։ Ու ես հենց մարդ էի փնտրում արևի համար։ Իսկ որ փոքր տարիքում տեղափոխվել եք Ռուսաստան, երբ եք հասրել ուսում ստանալ, հետո հայերեն դասավանդել։ Երևան եմ տեղափոխվել սովորելու համար, բայց այդ տարիները չեմ կարող համարել այստեղ ապրած տարիներ, որովհետև հեռակայել եմ։ Գնացել եկել եմ, կարելի ասել այստեղ առաջին անգամ եմ ես։ Լավ, իսկ երբևէ դայակ աշխատել եք, թե Չէ, որպես դայակ փորձ չունեմ։ Բայց կարծում եմ, եթե որպես ուսուցչուհի կարողացել եմ աշխատել, որպես դայակ եւս կկարողանամ։ Համենայն դեպս երեխաներն ինձ հետ հեշտ են լեզու գտնում։
Իսկ ինչի որոշեցիք վերադառնալ Հայաստան։ Պարզապես ուզում եմ կյանքիս մնացած տարիները իմ երկրում անցկացնել։ Լավ, ես էլ չեմ դիմանում։ Ուզում եմ արևի արձագանքն էլ տեսնեմ։ Վստահ եմ, որ ձեզ շատ կհավանի։ Մագդա, Ներողություն։ Ինձ է թվում, թե չեք վստահում ինձ։ չէ։ Ես ոնց կարող եմ ձեզ չվստահել, եթե չեմ ճանաչում։ Ուղղակի ինձ թվում է նորմալ է, եթե ես իմ աղջիկի համար ամենալավն եմ ուզում։ Վատ փորձ եք ունեցել։ Այո, փորձ ունեցել ենք, բայց չեմ կարող ասել լավ թե վատ։ Ցնդել է այդ աղջիկը, հա։ Ինչեր է իրան թույլ տալիս, այդ ոնց է իրան պահում առասարակ։ Իրա ինչ գործն է։ Նորո հանգստացի էլի։ Կարող է դու ես մոտը անկեղծացել։ Դրա համար էլ տենց բաներ է ասել։ Գժվեցիր։ Բա ինչ ասեմ, Էլիս։ Ոնց կբացատրես ընկերուդ պահվածքը։ Իմաստը ո՞րն է, տես պայտակ սիրտը ուզեց ասեց, հա։ Դու եթե տենց ես մտածում, Էդոն ուրեմն հաստատ համոզված է։ Հա, ինչի՞ չէ։ Դու ժամանակին քեզ նես չես պահել, որ չհավատանք։ Նորո։ Ինչ։ Ես քեզ ասում եմ։ Ես երդվում եմ, ես տենց բան չեմ արել։ Ես տենց բան չեմ ասել։ Ու ընդհանրապես այդ մարդկանց տանից դուրս գալուց հետո ես իրանցով չեմ հետաքրքրվում։ Չեմ խառնվում այդ մարդկանց կյանքին։ Ես քեզ տված իմ խոստումը պահել եմ։ Բա ոնց կբացատրես։ Հասմիկի այդ աղմաղ պահվածքը ոնց կբացատրես։ Իմաստը։ Չգիտեմ։ Ասում է, որ չի հասկացել, չհասկանալով ա եղել, պատահական ա եղել։ Շատ լուրջ բան է ասե, գիտես։ Չհասկանալով մարդը մարդուն նեղացնում է, ու հետո ասում է, գիտես, տես պատահական տես ստացվեց, շատ լուրջ արդարացում է։ Կարելի է զանգել ու շնորհավորել իր խոսքերի համար։ Փաստորեն Էդոն տունել չուզեցա բարձրանա։ Փաստորեն։ Էլիս, դու մեծ աղջիկ ես։ Միջև հիմա չես հասկացել, որ մարդկանց հետ շփվելուց պետքա լուրջ սահմաններ դնես, որ ոչ մեկ իրան թույլ չտա խառնվի քո հարաբերությունների մեջ, ինչ որ կարծիքները արտահայտի, քո հետ կապված բաներ խոսա։ Չես հասկացել այդքան բանը, հե՞։ Մտածի ասածներից մասին։ Հենց մի բան են չեմ ասում, որ սրտովը չի կարաս հետս սենց խոսաս, հա։ Կարաս հետս սենց խոսաս։ Ընկերուդ վատաբանես, նորմալ է ինձ ես վիճակի մեջ դնելը, հա հասո։ Ու առանց մի րոպե երկար բարակ մտածելու ասում ես, որ Էլիզը ինձ օգտագործում է, որ Մագդայից տան վրա մարդ ունեն, հա։ Մի բան ասա։ Մի բան ասա, հասո, ասա, որ երկար բարակ չմտածեցիր, որ ուղղակի ջղայնացած էիր, որ չպիտի ինձ տենց բան ասեիր։ Խոսա, հասո։ Էդ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Գիտեմ, որ չես ուզում ընդհանրապես ինձ տեսնես, բայց խնդրում եմ քեզ, լսի ինձ։ Ես արդեն արևին պատմեցի ձեր մասին։ Բարև ձեզ։ Բարև։ Ես Լանան եմ։ Ես եկել եմ համաշխատեմ, համ քեզ նման լավ ընկեր ձեռք բերեմ։ Դե ես էլ Արևիկն եմ։ Մի րոպե։ Ես հայտարարության մեջ կարդացել եմ, որ դու նկարել շատ ես սիրում։ Ճիշտ է, շատ եմ սիրում նկարել ու լավ եմ նկարում, բայց իմ մոտ նապաստակը լավ չի ստացվում։ Ես քեզ խոստանում եմ, որ ամենահեշտ ձևը կսովորացնեմ նկարելու։ Լուրջ։ Իհարկե։ Ես ինչ խոստանում եմ, անում եմ։ Բայց ես քեզ համար մի պայման ունեմ։ Ինչ պայման։
Երբ միասին սկսենք դաս անել, ու դու հոգնես, ինձ դրա մասին պիտի ասես։ Որ մենք միասին խաղանք, նկարենք, հանգստանանք, հետո նոր դաս անենք։ Հոգնած ժամանակ դաս չենք անելու։ Շատ լավ պայման է, ես համաձայն եմ։ Մեր առաջին դայակից հետո դեռ արևը ոչ մեկի հետ այսքան չէր խոսել։ Հալես հավանեցիր Լանային։ Կուզես ինքը սկսի մեր տուն գալ։ Ինձ թվում է հա, let her come։ Ես էլ քեզ եմ շատ հավանում։ Դե ես գնամ մատիտներս տեղավորեմ։ Արդեն խոսենք պայմաններից, հա։ Կա մի հարց, որի մասին կուզեիք զրուցել։ Ես հայտարարության մեջ բոլոր կետերը կարդացել եմ, ինձ համար ամեն ինչ շատ հարմար է։ Եթե դուք դեմ չեք, ես կարող եմ վաղվանից գալ փորձաշրջանի։ Հա, իհարկե եկեք, բայց ինձ թվում է, որ փորձաշրջանի կարիք չկա։ Չէ, Մագդա, փորձաշրջանի կարիք կա։ Ես խնդիր չեմ տեսնում։ Լավ, ես Արևի դպրոցի ժամերը հասկանամ ու ձեզ կզանգահարեմ։ Շատ լավ։ Եկեք ձեզ ճանապարհեմ։ Ոնց ես արևես։ Ես լավ եմ։ Բայց ոնց որ Էլիզը լավ չի։ Պարզ։ Էլի վիճել եք։ Ու հետաքրքիր այս անգամ ինչի։ Չէ, ոչ մի բաներ չի եղել։ Էլիզ։ Ֆալին։ Լուրջ եմ ասում, ոչ մի բանի հավես չունեմ։ Հարց մի տուր էլի։ Հետաքրքիր է մի օր կգա, որ դուք էլ չեք վիճի։ Դժվար բան ես ասում։ Ու ոնց եմ ես ձեր ձեռը դիմանում։ Հաս հանկարծ ոչ մի բան չանես։ Դու ավելի լավա քո սիրային հարցերը լուծի։ Այսինքն Այսինքն ընկել ես Էլիզի հետևից, բայց ինքը ընդհանրապես չի ուզում քո հետ շփվի։ Ինձ միշտ ասում է, որ ավելի լավա մենակ մնա, քան քո հետ։ Ուղղակի հիմա կողքներն ես օգնում ես իրանց, դրա համար էլ պահում է կողքը, չի ուզում նեղացնի քեզ։ Էդո, դու Էլիզի միակ շանսն ես, որ ինքը հիմա Մագդայից ընտանիքին ավելի մոտ լինի ու վնասելու ձև ունենա։ Այսքան բան։ Այ հիմա կարաս գնաս։ Մագդա, մի քիչ շատ չշտապեցիր։ Գիտես, ես զարմանում եմ քո վրա։ Երիտասարդ անփորձ մարդկանց միանգամից պատրաստ ես աշխատանքի ընդունել։ Հիմա հազիվ նորմալ փորձառու մարդ են գտել, ասում ես շտապեցիր։ Ինձ դուր չեկավ այն փաստը, որ ինքը Հայաստանում չի ապրել ու նոր ա եկել։ Հիմա որ ուզենամ ինչ-որ բան իմանամ իր մասին, ոնց եմ անելու։ Տարբերակ չունեմ։ Դե չգիտեմ, Արշակ, ինձ դուր ա եկել։ Զգում եմ, որ լավն է։ Մագդա հումենակ զգալով չի։ Պետք է իմանանք ով է, ում ենք տուն թողնում։ Ես էլ չեմ ուզում հարցերի առաջ կանգնեմ։ Փաստորեն Էլիզից հետո աչքդ վախեցել է։ Հա, թեկուզ տենց, վախեցել է, որովհետև քիչ բանի միջով չանցանք։ Արի ինչ կլինի, այս անգամ ինձ վստահի։ Ես խոսք եմ տալիս ուշադիր կլինեմ։ Եթե տեսնենք, որ մի բան նորմալ չի, կասենք էլ չի գա։
Էլի արագացեք, ժամը 12-ն է դառնում։ Նոր։ Գնա տատիկի սենյակ, պահարանում Ալինայի նվերը, վերցրա վերստեղ հարմար մի տեղ դիջ, որ դրա վրա ժամանակ չկորցնի։ Նորոն մտնում ատոն, նորա ջան, այս Սարայից տարեն բերեն ինչ անեմ։ Դու այս գործերն արա, ես քո տեղը տանեմ բերեմ Նորա ջան։ Սիրելի եղբայր։ Համաձայն ես, փոխենք տեղերով, հա։ Չէ, լավ է, գոյն։ Մի րոպե։ Սպասելի հոմպերիմ։ Ինչ արեց։ Վախ, տեսքը փչացրեց։ Սպասել։ Ամեն ինչից դժգոհ։ Էտա տատ ջան, ինչ անենք։ Ռոբն էլ է գալու։ Գիտեմ։ Ասեց, որ տորթը ինքը կբերի, մենք չառնենք։ Ինչ լավ է Ալինան քնեց, գործերը բոլորը հասցնում են։ Գնացեք, արի գնացեք, մնաց հասնել բերենք։ Գիտեմ, որ ժամը ուշ է, բայց մոտակայքում էի որոշեցի գամ տենամ ոնց եք։ Էդ դու երբ ու որ ժամին ուզես կարաս գաս, բացատրություններ պետք չեն։ Բա այս արշակոպար ուրա, տաննա։ Հա տաննա, ուղակի հոգնած էր քնեց։ Կուզես կանչեմ։ Չէ, թող քնի հանգստանա։ Այսօր մի քիչ խառը օրենք ունեցել։ Բայց դե լավ է նա, որ վերջապես արևին դայակ ենք գտել։ Լուրջ։ Հա, շատ լավ կին է, հասուն ու փորձառու։ Ես որ շատ եմ հավանել։ Հա, շատ լավ է, շատ լավ է։ Էդո, Բարևս, ոնց ես։ լավ եմ, կարոտել էի քեզ։ Բա ես քեզ ոնց էի կարոտել։ Ես երբ գալիս եմ ձեր տուն դու դասի ես։ Դե դու էլ ինձ ժամի արի, որ դասի չլնեմ, կամ էլ մենակ մի արի։ Բա ում հետ կամ։ Նորոյի հետ արի, իրան էլ եմ կարոտել։ Ասեց, որ ընկերներ ենք, բայց կորավ։ Մյուս անգամ որ տեսնես, կասես տենց ընկերություն չի լինում։ Արևս ուղակի նորոն ես վերջել ես շատ խառն է։ Բայց ժամը արդեն ուշ է։ Ու դու պետքա գնաս քնելու, վաղը դասի ես։ Բայց քունս չի տանում, համել ուզում եմ Էդոյի հետ խոսամ։ Լավ, տենց մի նայի, կգնամ կքնեմ։ Արևս դու Մագդայից մի նեղացի։ Ինքը ինչ ասում է քո համար է ասում, որ կարողանաս առավոտյան շուտ արթնանաս։ Դե բարի գիշեր։ Բարի գիշեր։ Էդո պետք չի երեխուն սուտ հույսեր տալ։ Նորոն չի գալու ու չի տեսնելու արևին։ Չեմ ուզում երեխան հիասթափվի։ Երեխան չի հիասթափվի ու Ինչ Մագդա։ Էդո այդ ճիշտ է, որ Նորոն ու Հասմիկը հաշտվել են։ Այդ ճիշտ է, որ Նորոն Հասմիկին ասել է, թե ես ով եմ ու ինչ նպատակով եմ հետ շփվում։ Մագդա, ինչեր ես խոսում։ Դու շատ լավ գիտես, որ Նորոն չի իմացել քո ով լինելը։ Կամ ոնց պիտի ինքը այդքան Հասմիկին ասեր, կամ ինչ հաշտվելու մասն է խոսքը։ Ո՞վ է քեզ sense բաներ ասել, Մագդա։ Հենց ասում եմ, մտնում ենք ներս։ Հա, բայց դեռ ժամանակ կա։ Դե միջև արտասնենք այդ ժամանակը կանցնի։ Հա, ես քնած եմ։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Alin. Happy birthday to you. Alin դե արա երազանք պահի։ Էս ինչ լավ անակնկալ էր։ Հələ դու սպասի, անակնկալները դեռ արժևում են։ Ճիշտ ասում։ Մենք քո համար նվեր ունենք։ Ալինես, ծնունդը շնորհավոր։ Կարևորը որ առողջ լինես։ Անհոգ լինես։
Ու նես չի որ սպասելու ենք որ քո երազանքը կատարվի։ Քո աղբերը ամեն ինչ անելու է դրա համար։ Ապրեք շատ։ Դուք իմ մորը միշտ տոն եք դարձնում։ Ապրեք, որ իմ կողքին եք։ Ամեն տարի գիշերը գիտեմ, որ գալու եք ու շնորհավոր եք, բայց ամեն տարի կատարվում է ձեր ժամանակընկալը։ Բայց ես ուզում տեսնես քեզ ինչ են նվիրել քույրդ ու եղբայրդ։ Ոնց չեմ ուզում։ Դե բաց, դուր։ Բացեմ։ Պրոֆեսիոնալն է։ Կգնաս դասերի, կսովորես ու սիրուն նկարներ կանես, հա։ Ախր դուք հենց նոր իմ երազանքը կատարեցիք։ Ես խոստանում եմ։ Հենց հիվանդանոցի հետ կապված հարցերը կարգավորվի, ամեն ինչ լավ լինի։ Մենք Հայաստանի բոլոր գեղեցիկ վայրերով պատտվելու ենք ու դու նկարես։ Դե առաջին նկարը ձեզնից է լինելու կանգնեք։ 3, 2, 4։ Հիմա ես։ Մեկ, երկու, երեք։ Լավ, ես զարմանում եմ։ Ոնց կարար այդ աղջկա մտքով տենց բան անցնել։ Ոնց կարա մարդ մի րոպեում այդքան սուտ խոսի։ Բայց Հասմիկը շատ վստահ էր խոսում։ Մագդա, մի հատ հանգստացի։ Ուրեմն նորոն իմ 1000 տարվա անգերն է, ես չգիտեմ իր կյանքում ինչա կատարվում, Հասմիկը գիտի։ Հասմիկը արդեն շատ է քիթը երկարացրել։ Չի կարելի տենց։ Ինքը էլի իմ 1000 տարվա անգերն է, էլի ինձ հարազատ մարդ է, բայց ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի։ Հասկանում ես, իմ աչքի առաջ նորոն իրան զանգեց։ Իր անունն էր։ Հա, հետո ինչ։ Հետո ինչ որ զանգել է։ Հետո այն, որ այդ նշանակում է, որ իրանց մեջ ինչ-որ կապ կա։ Ես չգիտեմ իրան կհաշտվեն թե չէ, բայց եթե իրանց մեջ ամեն ինչ վերջացած է, ինչի է նորոն զանգում Հասմիկին։ Ինչի է առիթ տալիս, որ Հասմիկը իրան սենց պահի։ Որովհետև մտածում է աղջիկա, չնեղացնեմ, ուզում է գոնե նորմալ ընկերական հարաբերությունները պահի, ինչ իմանա, որ Հասմիկը իրան սենց բաներ է թույլ տալու։ Մագդա, շատ լսի, ես քեզ մենակ մի բան կասեմ։ Նորոն ու Հասմիկը իրար հետ չեն, ու երբեք չեն էլ լինելու, որովհետև նորոն քեզ է սիրում։ Ես դրանում լիովին վստահ եմ, բայց այ Հասմիկի հարցերը լուծել է պետք, ինքը արդեն շատ է քիթը խոթում ուրիշի գործերի մեջ, սենց չի կարա շարունակվի։ Չէ, լավ, փոշմանեցի, վաղը կզանգեմ, այսօր Ալինայի ծնունդն է երևի անակնկալ են ուզում անեն։ Իսկ Ալինան արդեն տանն է։ Հա, 2 օրով տուն է եկել։ Մագդա, լավ, ես գնամ, վաղը կխոսանք, հա։ Հահաս։ Ալին, ծնունդդ շնորհավոր լույսս։ Քեզ ամենալավն եմ ցանկանում ու կարևորը առողջ լինես։ Ապրե շատ հաս։ Լսի, մենք հիմա բոլորով տորթ ենք ուտում, կարող եմ միանաս։ Չէ, Ալին, ժամը ուշ է։ Թող մնա մենք վաղը կհանդիպենք։ Դե բայց նորոն կգա կբերի, հետո հետ կտան, ինչ խնդիր կա։ Չէ նոր։ Չէ, Ալին։ Ժամը ուշ է, թող մնա հետո։ Փոխանակ համոզեք ինչ եք անում, էլիս դու մի բան աս։ Դե ես ես չխանգարեմ, բարի գիշեր։ Ասենք ձեր արածը ձեր դուր եկավ։
Հիմա կմտածի նորը, որ չես ուզում ինքը գա։ Բալես, իրոք ժամը ուշ։ Տատախրետ ինչ կապ ունի, հո առաջին անգամը չի։ Այսօր հարմար չէր։ Հիմա չեմ հասկանում, այս ամեն ինչը թողես պետք է Հասմիկի մասին խոսանք։ Բայց ինձ թվում է մի բան եղել է։ Իսկ ինձ թվում է կյանքս, որ դու պիտի տորթդ ուտես։ Հա, էլի Ալին, կեր, շատ համով է։ Կեր, որ ինձ ճանապարհես։ Ռոբ ապրես որ եկար։ Ու ապրես ամեն ինչի համար։ Ալին, այս իմ փոքրիկ նվերն է։ Ճիշտ ասած չի ուզում ձերանց մոտ տայի, որ շատ չնեղվեիր։ Ու վստահ եմ, որ շատ ես հավանելու։ Նայ։ Ռոբ շատ սիրուն է։ Լուրջ հավանում ես, Շատ։ որ դու ժպտում ես, արևի նման փայլում ես։ Ու հենց ես տեսա, մտածեցի, որ ամենալավ նվերը ես կլինի քեզ։ Այդ տենց միշտ ճպտա։ Ապրես Ռոբ։ Դե բարի գիշեր։ Տենց մի նայ։ Դու ես Ռոբին հրավիրել։ Նոր ես քեզ շատ սիրում եմ։ Ոնց որ թե շուտ եք եկել։ Հա, ճիշտն ասած, ուզում եի Արևի մասին մի քանի հարց տալ ձեզ ու հետո նկարչական իրերը դասավորեմ, գրքեր ընտրեմ, որ միասին կարդանք։ Դեմ եք։ Դեմ։ Չէ, դեմ չեմ։ Ալինա։ Մի հատ անհամեստ հարց։ Ուր ես շտապում գնաս։ Հա, էլի։ Դպրոց։ Ալինա ձեռս առնում։ Քո դասղեկը տեղեկ է, որ դու մի քանի օր բացակայելու ես։ Ու հետո մի մոռացի։ Այսօր քո ծնունդն է։ Հենց որ մնա միասին միտեղ կգնանք։ Կլինի ինձ լսեք։ Մի բան մտածել է, մտքին մի բան կա, նայ։ Հա, կա։ Դեմ չեք լինի այսօր դասընկերներից հետ իմ օրը նշեմ։ Դե մոտիկներով միտեղ կգնանք։ Էդ մենք հեչ, հա։ Ալինս դու քեզ տենց ավելի լավ կզգաս, ավելի ուրախ կլինես։ Նոր ես ձեր հետ եմ միշտ ուրախ։ Ուղղակի մենք գիշերը իրար հետ նշեցինք։ Հիմա ուզում եմ իրանց հետ ժամանակ անցկացնեմ։ Կլինի։ Ես քեզ փող կտնեմ։ Ուխ։ Բայց Ալին, հեռախոսիդ ուշադիր ես լինում։ Ու շուտ տուն կգաս, բարձա։ Լսում եմ։ Մի րոպեում քեզ համոզում է, մի րոպեում։ Որովհետև ինձ շատ է սիրում։ Հա։ Բան չէ։ Չեմ խանգարի։ Չէ։ Ես այսօր տանից էի աշխատելու։ Ուզում էի զանգի ասեի, որ չգաք, բայց չհասցրեցի։
Ուզում եք որ գնամ։ Չէ, իհարկե չէ։ Դուք ճիշտ եք։ Դուք պետք է արևի հետ շատ շփվեք։ Բայց մի հարց կարող եմ տալ։ Իհարկե։ Ցանկացած հարց։ Ես ճիշտ եմ հասկացել, որ մենակ արևի համար չէ, որ շուտ եք եկել։ Ես ճիշտ է թվում, որ ինձ ասելու բան ունեք։ Հա։ Ճիշտ եք հասկացել։